թեպետ ընդդիմությունը պառակտված է, բայց այլ ամենայնիվ հնարավոր է, որ այս համաձայնագրի ստորագրման այս ընթացքը, այս փուլում ներքաղաքական զարգացումներ տեղի ունենան Հայաստանում։ Ոչ միայն հնարավոր է, կարծում եմ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ներսում այն ուժերը, որոնք որ փնտրում են ինչ-որ մի բան, որի միջոցով որ իշխանություններին նկատմամբ ժողովրդական ինչ-որ բացասական վերաբերմունք ձևավորեն, այս հնարավորությունն էլ բաց չեն թողնելու Բագրատ Գալստանյաններ, չգիտեմ Անդրանիկ Թևանյաններ եւ այլն նման մարդիկ, ովքեր իրենք իրականում այդ այսպես կոչված հիերարխիայում ընդդիմության առաջատար դիրքեր չեն զբաղեցնում, բայց որպես հասարակությունում որոշակիորեն տեղ, կշիռ, դեր ունեցող մարդիկ կարողանում են ինչ-որ մի հատված համախմբել, այդ հատվածը իհարկե շատ քիչ է, որպեսզի կարողանան իրական փոփոխություններ մտցնել, թե քաղաքական որոշումներում, այսինքն ազդել, որպեսզի այդ որոշումը չկայացվի, թե առավել եւս իշխանության փոփոխություն իրականացնել, բայց այդ հատվածը բավարար է, որպեսզի Հայաստանի ներսում ներքաղաքական որոշակիորեն քաոտիկ իրավիճակներ ստեղծեն, ինչը մենք տեսել ենք նախորդ 3-4 տարիների ընթացքում, առավել եւս եթե այդ ստորագրելու տեղը չլինի Ռուսաստանը, որովհետեւ գիտենք թե այս մարդիկ ինչպիսի կապվածություններ ունեն Ռուսաստանի հետ, նշված մարդիկ եւ էլի մի քանի գործիչներ նույն դաշտից փորձելու են նորից նույն տիպի քաոտիկ իրավիճակներ Հայաստանի ներսում ձևավորել։